Այսօր ի դեպ Դաշնակցության անդամներից մեկը խոսում էր գույք պարտքի դիմաց գործարքի արդյունավետության դրական կողմերի մասին, խնդրում եմ, եթե այդպիսի կողմ կա դրական, թող իրենք բարձրաձայնեն, անդադ ասում է կան ո՞րն է, ասեք ո՞րն էր, որ մի քանի $100 միլիոն, հենց $100 միլիոն պարտքի դիմաց գործարաններ հանձնեցիք, որոնցից մեկը $250 միլիոն էր գնահատվել եւ ինչ ներդրում է կատարել Ռուսաստանը։ Հենց դրա պատճառով է երկաթուղին, իհարկե դա Քոչարյանի վերջին տարիներին տրվեց Սերժ Սարգսյանի ձեռքով նաև կարող ենք ասել, ուրեմն հեծը անպայման պիտի պետականացվի, երկաթուղին անպայման պիտի պետականացվի, հետո մասնավորվի, որովհետև Հայաստանը չի կարող ինքը այդտեղ շատ ներդրումներ մեծ լծակներ ունի, Վերին Լարսը ունի, միակ սահմանն է այսօր ըստ էության կարող ենք ասել, որովհետև Իրանը չգիտես ինչ իրավիճակում կլինի սանկցիաների հետ կապված, Թուրքիան, Ադրբեջանը չեն բացել սահմանը, Վերին Լարսը մեզ համար շատ կարևոր է, իսկ Իվանիշվիլին ցավոք պրոռուսական քաղաքականություն է վարում։